Հարգելի պարոն փոխվարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է ընդլայնել եւ ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առողջատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, հիմք ընդունելով ՀՀ-ի եւ ԳԴՀ-ի միջև Երևանում կայացած միջկառավարական բանակցությունների արդյունքում ստորագրված արձանագրությունը եւ Գերմանիայի Դաշնային կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի դրույթները ձեզ ենք ներկայացնում սումն համաձայնագիրը, որով նախատեսվում է հետեւյալ օժանդակությունը, սա գրանտային օժանդակություն է, վարկային միջոցներ չեն, մասնավոր տնտեսության զարգացում եւ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն Հայաստանում մինչեւ 6.1 միլիոն եվրո, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացմանը մինչև 6.1 միլիոն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում մինչև 3.1 միլիոն եվրո, ուսումնասիրությունների եւ մասնագետների հայաստանյան ֆոնդեր մինչև 0.3 միլիոն եվրո։ Այսպիսով, ԳԴՀ կառավարությունը համաձայնագրի առաջին կետով ներկայացված վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային եւ դրամային ու ոչ դրամական ծառայություններ ընդհանուր 15.6 միլիոն եվրո արժեքով նշված ծրագրի կատարումը ԳԴՀ կառավարությունը հանձնարարում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը GIZ-ին։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է մեր կառավարության ծրագրի 5.1-ից, այն է ՀՀ արտահանման ռազմավարության եւ քիչ ճանապարհային քարտեզի մշակում եւ իրականացում կետից։ Ելնելով վերոգրյալից էկոնոմիկայի նախարարությունը բնականաբար նպատակահարմար է համարում սույն համաձայնագրի դրական եզրակացություն տալը եւ կոչ ենք անում կողմ քվեարկել։ Շնորհակալություն, պարոն Պապայան։ Հիմա այս ենթածրագրերի մշակման գործընթացը ո՞նց են կազմակերպելու։ Ես հասկանում եմ, որ ըստ համաձայնագրի մյուս կողմից GIZ-ն է աշխատելու, մեր կողմից ով է աշխատելու։ Տարբեր մարմիններ կան, օրինակ Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում ուղղությամբ ամբողջությամբ տկենի դաշտում է, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման նորից տկեն համայնքներ դաշտում է, մասնավոր տնտեսության զարգացում եւ նախնական միջին մասնագիտական կրթություն, այստեղ էկոնոմիկայի նախարարություն, ԲՏԱ նախարարություն եւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն է, այսինքն տարբեր ծրագրերով, սա մոտավորապես եթե մոտավորապես պատկերացնենք ինչի մասին է խոսքը, ընդհանրենք KfW-ն որոշակի վարկեր է մեզ տրամադրում, որոշակի ծրագրերի իրականացման համար GIZ-ը այս գրանտային միջոցներով օգնում է, որպեսզի այդ process-ը ավելի սահուն տեղի ունենա, այսինքն մարդկանց հասանելի լինի, ցույց տա, սովորեցնի ինչպես օգտագործել, արդյունավետ որպեսզի օգտագործեն, որպեսզի այդ վարկային միջոցները արդյունք բերեն, ոչ թե ուղղակի օգտագործվեն եւ պետության տնտեսության համար լրացուցիչ արդյունքներ չստեղծեն։ Այսինքն այս առումով Գերմանիայի Դաշնության, Հայաստանի Հանրապետության, KfW, GIZ-ի մեջ պետք է եւ տեղի է ունեցել անընդհատ այս ուրեմն քննարկումները, օրինակ էկոնոմիկայի նախարարության մասով գինու արժեշղթայի ամբողջ այդ ուսումնասիրության գործընթացը, գիտելիքային տնտեսության առանձին հատվածներ, ՓՄԶ-ների աջակցություն եւ այլն, այս մասով մենք ունենք անելիք։ Համեցեք Վիկին Անդրեսյան։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, որպեսզի նաև բովանդակային առումով այլ մարմինների ներգրավվածությունը պարզ դառնա, պետք է ասեմ, որ իրականում այս համագործակցության շրջանակներում շատ կարևոր արդյունքներ ենք մենք արդեն գրանցել մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում, քոլեջների մակարդակում եւ հատկապես ինչպես նաև ծրագրի ձևակերպումից էր երևում, որ մասնավոր տնտեսության զարգացում եւ կրթություն, այստեղ հատկապես շեշտվում է աշխատաշուկա կրթություն կապը, այն ինչը նաև մեր կրթության ռազմավարության ու առաջնահերթ խնդիրների շարքում է եւ մասնավորապես հենց այս համագործակցության շնորհիվ մենք սկսել ենք փորձարկել դուալ ուսուցման ծրագրերը,
եւ այժմ արդեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ ենք ներդնում կոնկրետ ոլորտներում, ինչպիսին գյուղատնտեսություն է, օրինակ պարոն Պապոյանը նշեց գինեգործության շղթան, այստեղ դա ներառում է նաև գինեգործության ոլորտի կրթությունը։ Եվ մենք ունենք այս համագործակցության շրջանակներում ներառված քոլեջներ, որոնք մաս են կազմում այս շղթայի եւ իրենք էլ մասնագետների պատրաստման, կրթական ծրագրերի վերանայման եւ համապատասխան վերապատրաստումների գործընթաց են անցնում եւ այդ ամենը դառնում է այդ ամբողջական շղթայի մաս։ Նույն տիպի հաջողությամբ նաև туриզմի շրջանակներում, որը էլի կարևոր է, այս կրթություն եւ բուն աշխատաշուկա կապի շղթան է աշխատում, այնպես որ կարող եմ նշել, որ մեր ամենահաջողված համագործակցություններից է, որը մի կողմից մեր տեսանկյունից է մի քանի գերատեսչություններ ներառում եւ մյուս կողմից այդ միջազգային լավագույն փորձի ներդրմամբ իսկապես պրակտիկ արդյունքներ ենք գրանցում, որոնք տեսանելի են։ Ես կարծում եմ մենք պիտի պայմանավորենք, որ կամ ավելի լայն լուսաբանվի արդյունքները, որպեսզի բոլորս տեղյակ լինենք, կամ նույնիսկ վատ չէր լինի, եթե գոնե կոմիտեներում մտքեր փոխանակենք ընթացքի մասին, որ գործընկերները, որ քրոս էֆեկտները ավելի թիրախային լինեն, որովհետև շատ դեպքերում այո կնքում ենք համաձայնագիր, այո իրականացման ծրագիր, բայց ոչ մենք, ոչ հանրությունը առավել եւս դրական արդյունքների մասին տեղյակ չենք լինում, ըստ այդմ պարոն Պապոյան, պիտի խնդրեմ, որ այս մասով էլ բարբերաբար մեզ զեկույցներ ներկայացնեք կամ որևէ տեղեկատվություն տաք, թե ուր ենք հասել եւ ինչ ընթացք ունենք։ Խնդրեմ, պարոն նախարար։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան։ Պարոն Պապոյան, ես մի հարց ունեմ։ Դուք նշեցիք, որ 15 միլիոն եվրո գրանտային միջոցներ են, հետաքրքիր է, թե կա արդյոք պլան, թե այդ միջոցները քանի տարվա ընթացքում են իրացվելու, որտեղ ենթադրում եմ, որ դա մի տարվա գործողություններ չեն, խնդրեի դրա մասին տեղեկատվություն տալ։ Այս պահին ձեռքից տակ այդպիսի տվյալ չկա, բայց զուգահեռ մեր այսինքն արկա ծրագրերի զուգահեռ գործընթաց է սա, օրինակ եթե կենսակայուն էներգետիկա, կլիմայադիմացկուն զարգացում ունենք որոշակի վարկային միջոցներ, որոնք ինչ-որ նպատակի համար պետք է ծառայեն, այդ process-ին զուգահեռ նաև այս միջոցներն են ծախսվում։